Եվ այսպես մենք գնում ենք ընտրության ժողովրդյան, անդամ բան չի մնացել մինչև հունիս ամիսը, նաև հասկանանք, որ այս լարվածության արդյունքում ի վերջո մենք ինչ ունենք եւ ինչ ենք ակնկալում այդ ընտրության արդյունքում, ինչպիսի իշխանություն ձևավորվի, որ ինչ անի։ Նախ ռուսամետ ընդդիմության հետ կապված բարբերաբար ասում են ով է նրանց վարչապետի տեխնացուն, թաքցնում են, չեն ասում եւ այլ, բերեք այսպես նայենք, անկախ նայած իրանք այսօր ինչ կասեն, իրարից կտարանջատվեն, կասեն իրար հետ կապ չունեն, մեկը հինա, մեկը նոր, բայց մի բան հստակ է, չէ՞։ Եթե երեքն էլ անցնեն խորհրդարան, ցանկացած պարագայում համաձայնության են գալու։ Որովհետև երեքը կապ չունի, ովքեր են իրանց վարչապետի տեխնատուն այսօր։ Մի բան ակնհայտ է, երեքը ունեն ընդհանուր ընտրյալ։ Դա Վլադիմիր Պուտինն է։ Էի դուք մտածում եք կարող է հանկարծ չկարողանան համաձայնության կան թե ով պետք լինի։ Կամ դա այլևս այդքան կարևոր է։ Բայց դրա մալը իրանք չեն կարևորում։ Որտեւ ասում են դե ով ասել որ մենք պետք է որոշենք թե ով ալնելու։ Չգիտենք որ մենք իսկ եթե նրանք ովքեր գտնում են որ իրանք մեկը մեկի հետ չեն միանա կամ այս կողմ կամ այն կողմ, իրանք որևէ մեկը Ռուսաստանի կատարածը Ուկրաինայի նկատմամբ ագրեսիա համարում են թե չէ։ Համարում են որ Ռուսաստանն օկուպանտ է։ Համարում են որ ՄԱԿ-ի անդամ պետության նկատմամբ ագրեսիա է կատարվել Ռուսաստանի կողմից, թե չեն համարում։ Ինչ խնդիր կա հասկանալու համար թե իրանց տեխնացուն ով է։ Իրանց տեխնացուն Պուտինն է, Պուտինն էլ կորոշի թե իրանց տեխնացուն ով է, էլի։ Մենք չենք հասկանում դա։ Ու երբ որ լինում են ուժեր, որոնք որ այսել որ երրորդ արևմտամետի փրթե ուժերը հայտարարում են, որ նախապատվությունը տալիս են Սամվել Կարապետյանին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը Հայաստանը չտանի Թուրքիա, գայլակացը Ռուսաստանն էլ կոտորվեց Թուրքիայի դեմ դուրս գալու կամ Թուրքիայի հարցում մեր շահերը պաշտպանելու։ Կարծես մոռացել են, որ Ռուսաստանը Թուրքիային տարավ մտցրեց Ադրբեջանի տարածք։ Գլուխն էլ գովում էր, որ համատեղ ջանքեր գործադրեցին։ Ռուսաստանը պայքարում է Ուկրաինայի դեմ, թե ինչի պիտի դառնաս ՆԱՏՕ-ի անդամ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային մտցնում է Ադրբեջան։ Իրան հարևան է դարձնում։ Բայց այդ ոնց է պայքարում, որ Ուկրաինան չի կարող լինել։ Ուկրաինան չի կարող, բայց Ադրբեջանը կարող է բերի պայմանագիր ստորագրի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ եւ գործնականում իրենց բանակները մեկտեղ են։ Ծրագրերը նույնպես։ Այսինքն դա պրիմիտիվ մոտեցում է, որ Ռուսաստանը մեզ Թուրքիայից պաշտպանում է։ Դրա համար եմ ասում, այսինքն դուք հիմա տեսնում եք, որ մյուս թևն է, այսինքն Նիկոլ Փաշինյանի սատարող արևմտամետները, որ իրանց կոտորում էին, ասում են Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը իրանք գնահատում են, որտեղ մեզ Եվրոպայա տանում տեսակ օրենք ընդունեց այսպես այնպես։ Հետո հասկացան, որ փաստի առաջ կանգնեցին, ինչու՞, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասեց, ես Եվրոպա չեմ գնում, ժողովուրդ ջան։ Դուք ինչ եք ձեզ համար հորինել, բթամ թե ես Եվրոպա եմ գնում, դուք էլ ինձ սատարում եք, որտեղ Եվրոպա եմ գնում, եւ ակնկալում եք գնաք ժողովրդի ձայնը ստանաք, մի 4% ձեզ վերցնեք փայը, այսինքն այդ դրանով մտնեք խորհրդան։ Մնացածն է դիտակ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ որևէ մեկը կասկածում է, որ Նիկոլ Փաշինյանին սատարող կամ նրա արտաքին քաղաքականությունը դրական գնահատող ուժերը, որ հայտնվում են խորհրդարանում, իրանց ձայները չեն տալու Նիկոլ Փաշինյանին։ Դա նույնն է, ոնց որ կասկածենք, թե ռուսամետ ուժերը իրանց ձայները չեն տալու Վլադիմիր Պուտինին։ Կա մեկը, որը կասկածում է այդտեղ։ Եվ ակնհայտ է, որ փորձ արվեց ստորագրահավաքով 60,000 ստորագրությամբ տպավորություն ստեղծել, մենք հիմա սրանով պարտադրում ենք Նիկոլ Փաշինյանին, որ դիմում գրի Եվրամիության անդամակցության, իրականում գնացին Փաշինյանի հետ պայմանավորվեցին, հանդիպման մասին ես շատ լավ գիտեմ, եթե իրանք կհերքեն, ես դա փաստերով կապացուցեմ, որ գնացին ասին բերեք ավելի լավ է այս օրենքը ընդունենք, իսկ դիմում գրել անդամակցության իմաստ չունի, մենք սրանով ժողովրդին խափենք, կասենք, տեսեք մենք ենք Եվրոպա տանում, բայց քանի որ Եվ դրանից հետո քայլել չարեցին, որ դժգոհ մնային այդ օրենքի ընդունումից եւ շարունակեին ստորագրահավաքը։ Այսինքն ինչ հասարակության ստորագրության պարտադրանքի մասին է խոսքը, եթե գնում հանդիպում եք, համոզում ավելի լավ է դու ընդունի, նենց անենք ուրիշները ստորագրահավաք չանեն։ Եվ այդ պարագայում հիմա էլ մի բան էլ նեղվել են, չեն կարողանում համախմբման հարցերը լուծել։ Բահաց ցածակում, բա մեզ էիք ասում ինչի՞ չեք համախմբվում։ Բերեք արևմտամետներով համախմբվեք եւ այլ եւ այլ։ Քանի անգամ ասենք ժողովուրդ ջան, այդ համախմբվելու համար։ Հիմա լավ, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը մի կուսակցություն է, համարենք ինքը չի միացել իրանց։ Բայց իրանք ինչի չեն համախմբվում։ Իրանց ինչ պատահեց։ Բայց տասնյակ կուսակցություններից ինչի չհաջողվեց համախմբվեին։ Ինչն էր պատճառը։ Բայց երբ որ Գուրգեն Սիմոնյանն ասում էր եկեք միասին մտածենք, միասին գնանք, ձեզ երևակայում էիք։ Այդ չեմ ուզում կոնկրետ անուններ տամ, բայց որ իրանք գիտեն, թե ոնց էին իրանք երևակայում ու տեղի կռիվ անում։ Բայց հիմա լավ, շատ հզոր եք ու դուք էլ շատ մեծ կարևորություն ունեիք, մտածում եք թե ոնց կարող եք շատ առանցքային տեղ չլինեք։ Հիմա բան չի չեք դուք միավորման հարցելուց ու մենք այնային ձևը սովորենք։ Թե ոնց է դա տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանի սատարողները գնացին Գյումրիում, բախվեցին խնդրի 5 ուժ անցավ իրանք չանցան, որովհետև Գյումրեցին մտածեց, որ ինչ Եվրոդաշինք, եթե դուք Նիկոլ Փաշինյանին եք պաշտպանում, այդ այն տվողը Նիկոլ Փաշինյանին կտա, եթե Նիկոլ Փաշինյանին չի տալիս, ինչի պետք է տա։ Բա որոշել եք դրանով էլ մասնակցեիք համապետական ընտրության։ Առաջի իսկ քննությունից արդեն փլուզվեց։ Տեղի չունեցավ դա։ Հետագա ընտրություններն էլ ցույց տվեցին, որ դա տեղի չունեցավ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանից ինչ եք ակնկալում, որ ինքը ձեզ օգնի, դուք անցնեք, ինչա որ դուք ասեք մենք քեզ սատարելու ենք, բայց Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, չէ՞, ինչ կարող շատ բան չհասկանա, բայց իշխանությունը պայելու հետ կապված ինքը շատ լավ հասկանում է, ես այս մեթոդիկան ձեզ բացատրում եմ, որ դուք պատկերացնեք։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրան սատարողները ի սկզբանե ասել են, հա իհարկե, եթե հարցելի, բա Նիկոլ Փաշինյանին պիտի սատարենք։ Նրանք հստակ գիտեն ովքեր են։ Այսինքն նրանց տված ձայնը, պատկերացրեք 3 առանձին թևով մասնակցում են ընտրության։ 3 առանձին թևով մասնակցում են, ամեն մեկը ինչ որ ձայն է ստանում, 3-ից ոչ մեկը 4%-ից ավել ձայն չի ստանում։ Դա ի՞նչ է նշանակում։
Այդ 3-ը գումարած թիվը դա դուսակալու Նիկոլ Փաշինյանի թվից։ Ինչի, որովհետեւ կամ նրանք դիզայն տան կամ նրանց։ Մեզ զայն տվողը Նիկոլ Փաշինյանի ձեները չի։ Մեզ զայն տվողը մեզ զայն տվողն է։ Բայց իրանցը Նիկոլ Փաշինյանի ձեներն է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իրանց պետք է օգնի խախտումանի որացն է։ Այն անի իր համար կանի էլի։ Էլ ինչի անում իրանց համար։ Դա է ակնկալում, չէ։ Բան չէ ակնկալում աջակցություն։ Այսինքն ինչու՞ պետք է աջակցի ձեզ։ Որ նեղված ասում եք վախի սենց եղավ։ Հաստատ չէ դա։ Որ ինքը շատ լավ հասկանում է, որ ձեր ստացած ձայները իրան չի օգնելու մեծամասնություն ստանա։ Ընդհակառակը ձեր ստացած ձայները կարող է իրանից պակասի եւ ինքը մեծամասնություն չունենա։ Ակնհայտ է։ Եվ պարզ տեսակ, մի խումբ արևմտամետներ ասին նախապատվությունը տալիս ենք Սամվել Կարապետյանին, մի քանի արևմտամետներ էլ այնուամենայնիվ այդպես էլ մնացել են, որ առանց Նիկոլ Փաշինյանի աջակցության խնդիրներ են ունենալու։ Հասարակությանը ոնց են բացատրելու, իրանք չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը։ Մինչև այսօր ընդունում էին, վաղը չեն ընդունում։ Թե այդպես դոզավորված քննադատելու են, որ ժողովուրդը հանկարծ խապվի դրա վրա։ Ժողովուրդը արդեն տարիներ է անցել, այդ բոլորին հատ-հատ գիտի, չի խապվելու։ Դրա համար ժողովուրդ ջան, ակնհայտ առաջիկայից process-ների մեջ շատ ավելի կարևոր է, որ մենք իմանանք, որ այո պետք է ներկայացվի այլ ընտրանք եւ ես դրա համար նշեցի, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը այսօր լիիրավ ձևով կարող է հստակ ասի, որ մենք ներկայանում ենք որպես այլ ընտրանք, որ այլ ընտրանքա դեռ այս իշխանությանը, թե ռուսամետ ընդդիմությանը, թե այս իշխանության արբանյակներին, թե ռուսամետ ընդդիմության արբանյակներին կատեգորիկ ձևով հնարավոր չի նրանց հետ բան պայմանավորվել, իմաստել չունի պայմանավորվել, որովհետեւ մենք ուզում ենք գնալ, կյանքի կոչենք մեր ծրագիրը, կյանքի կոչենք ձեր ծրագիրը, ձեր երեխաների ապագայի ծրագիրը։ Եթե գնալու ենք եւ միանալ կամ նրան, իմաստը այդ դեպքում ես ուզում եմ հասկանամ, ես ինչ ունեմ խորհրդարանում, գնում եմ ինչ անեմ։ Գնա որ ասեմ Նիկոլ Փաշինյանը լավն է, թե ասեմ Սամվել Կարապետյանն է լավ։ Բա մարդիկ չեն ասի, ինգեր, բա դու մինչև այդ ուրիշ բան էիր ասում։ Այդ մանդատը պետք է մեր ծրագիրն առաջ տանելու համար։ Ոչ թե մանդատը պետք է առևտրի նստելու։ Չի լինելու դա ժողովուրդ ջան, ու շատ ծանր են տանում, որ մենք կատեգորիկ ասում ենք չի լինելու։ Իսկ նրանք ովքեր ասում են բան չհամախմբանը դեմ եք, ձևը ցույց տվեք թե ոնց համախմբվեցիք։ Իսկ եթե այնուամենայնիվ ձեր մոտ չստացվեց այդ համախմբումը, դա էլ ընդունված բան է, չէ։ Կանգնեք ասեք, եթե տեսնում եք ձեր ուժերը հաշվում եք, տեսնում եք որ դուք չեք անցնելու, թող կանգնի մի մասը ասի, գիտեք ինչ, չենք ուզում ձայները փոշիացնենք, կոչ ենք անում ձայն տալ Նիկոլ Փաշինյանին։ Ասեք, քաշվեք մի կողմ։ Ձեր թիմակիցներին խորհուրդ տվեք ձեր համակիրներին ձայն տալ Նիկոլ Փաշինյանին։ Մի մասն էլ որոնք որ ասում է, չէ, մենք գտնում ենք Հայաստանի ապագան Եվրամիությունն է, ՆԱՏՕ-ն է, Ամերիկան է եւ այլ, բայց այնուամենայնիվ հասկանում եք որ այդ ռեսուրսը չունեք մասնակցելու, կանգնեք ասեք, գիտեք ինչ, ժողովուրդ ջան, չենք ուզում ձայները փոշիացնենք, մենք էլ գտնում ենք ձայն ենք տալիս Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը։ Մենք էլ ասեք շնորհակալ ենք։ Եթե համախմբում տեղի չի ունեցել, եւ դուք չեք տեսնում ձեր քայլերը, իսկ ընդհանրապես մի քանի օր է մնացել ցուցակները հանձնելուն։ Այսօր արդեն անիմաստ է մտածել, որ հնարավոր է տեխնիկապես այդ սա հարցերը լուծել։ Դեռ համագումար պետք է անես, համագումարը 10 օր առաջ պետք է հայտարարես, ազդարար EM-ում, դեռ պետք է որոշակի ընթացակարգով գնաս, այդ փաթեթները պատրաստես եւ այլ եւ այլ։ Սա սուտ տեսական զրույցներ է։ Գործնականում ցույց տվեք, թե այդ համախմբան ուղղությամբ դուք ինչ եք արել։ Իսկ եթե դուք մեծ սպասելիքներ ունեիք, որ կարող է ձեր միանալով եսի ինչ տեղի ունենար, մենք բարձ օրինակը ցույց տվեցինք։ Ես ասացի, որ այո, եթե գտնում ենք կուսակցությունով պետք է գնանք, ես կարող եմ միանալ եւ միասին ճանապարհ գնալ։ Մենք համախմբման մեր օրինակը ցույց ենք տվել։ Առանց աղմուկի, առանց նրան մեղադրելու, առանց ասելու ինչու չեք համախմբվում։ Բա դուք մտածեք, բա դուք ինչու չեք համախմբվում։ Որ մինչև վերջ օրը համախմբումից եք խոսում, օր չի մնաց այդ խտերը հանձնելու։ Դրանով իշխանության պատվեր եք կատարում։ Բա ինչ եք անում։ Եթե ոչինչ, որ ասեք, դե եթե համախմբման չենք գնում, դա նշանակում է, որ դրանով օգնում ենք կամ իշխանությանը կամ Սամվել Կարապետյանը։ Բա դուք ինչի չեք գնում այդ համախմբմանը։ Մենք վատն ենք, մեզ դրեք մի կողմ։ Դուք արեք։ Արեք տեսնենք։ Կամ ստուգեք ձեր վարկանիշը մի հատ տեսնեք ինչպիսի վստահություն ունեք հանրության մոտ։ Ով է ու մեղադրում ձայն փոշիացնելու մեջ։ Եթե դուք ձեր վստահությունը տեսնում եք ինչքան է։ Դրա համար ժողովուրդ ջան, մեկ անգամ եւս ասում եմ, մենք ինչ ռեսուրս ունենք դրանով գնալու ենք, լենք վճռականությամբ, մեզ չի վախեցնում որևէ մեկի ոչ վարչական ռեսուրսը, ոչ էլ որևէ մեկի ֆինանսական ռեսուրսը, որովհետեւ մենք ի սկզբանե մեր հույսը դրել ենք մեր ուժերի վրա, մեր հույսը դրել ենք ձեր վստահության եւ ձեր ուժերի վրա։ Այսինքն այնպես որ այստեղ չկա այնպես բան, որ ասենք դե գիտեք ինչ մի բան այնպես չգնաց։ Ինչքան կվստահեք, այդքան էլ ձայն կունենանք։ Ինչքան վստահություն կունենանք, այդքանով էլ մեր ծրագրերը առաջ կտանենք։ Դրա համար Նաև ալիքի հետ կապված, եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք ձեր մոդիկներին, շատ-շատերը ինձ գրում են եւ շատ շնորհակալ եմ իրանց, որ ասում են շատ ծանոթների ասում ենք, ախպեր լսեք այդ մարդկանց, նոր որոշեք, ուզում եք թե չեք ուզում, բայց ասում են նրանք ովքեր լսել են, ասել են, վայ, բաշուտ ասեիք եւ այլ եւ մի բան են եղացել են, թե ինչի շուտ չեն ասում։ Դրա համար նաև եւ այդ առումով մաքսիմալ տարածելու նրանք ովքեր ցանկություն կունենան ֆինանսական աջակցություն ունենալ, նյութի նկարագրական մասում կա բոլոր տարբերակները, բանկային փոխանցում, արագ փոխանցում, քարտային փոխանցում, իդրամի տարբերակ, մի խոսքով բոլոր հնարավոր տարբերակը PayPal, Patreon եւ այլ եւ այլ։ Բայց հավատացեք, որ այս պահին շատ ավելի կարեւորում եմ, թեպետ այն ինչ որ անում են ալիքով, դա լուրջ ծավալային գործ է, բայց եւ դրանից
ավելի կարևոր եմ համարում, եթե կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, իմ նյութի նկարագրական մասում նաև կա ակտիվի այդ մարդկանց տվյալները, որոնց հետ կարող եք կապ հաստատել, պայմանավորվել, ինչով կարող եք օգտակար լինել, սկսած կազմակերպական հարցերից մինչև ֆինանսական ցանկացած հարցով կարող եք պայմանավորվել, որովհետև տեսնում եք անհավասար կռիվ ենք մղում, բայց մենք չենք դրանից կաշկանդվում, մենք լի ենք վճռականությամբ։ Կուզենք, որ նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այդ ամեն ինչին, իրանք էլ մտածեն, որ դրա համար շատ կարևոր է այդ վճռականությունը։ Դե չէ մարդիկ են ասում, դե գիտեք, մենք գիտենք, կարող է սա է հաղթում, կարող է նա է հաղթում, դրա համար մենք մտածում ենք նրանց այն տանք։ Ավելի պարզ օրինակ բերեմ։ Դուք ուզում եք խնձոր, բայց գիտեք, որ շատերն ուզում են տանց։ Ասում եք, դե ինչ անենք, չնայած ես խնձոր եմ ուզում, բայց դե որ շատերը տանց են ուզում, չնայած ես տանց չեմ ուզում, բայց ես էլ եմ տանց ուզում, որովհետև իրանք ուզում են։ Պարզ հարց է ծագում։ Եթե չես ուզում, ինչ ես ուզում։ Եթե դա քո ուզածը չի, չես ուզում։ Սա ինչ, սա էսևի ընտրություն են կատարում, սենց պրիմիտիվ ընտրություն են կատարում։ Այն մեկի ձայնը, բավով է մեղավոր, որ այն մեկի ձայները շատ է։ Եթե ամեն մեկը ուրիշին եք մեղադրում, որ նրան ձայնա տալի։ Դուք մտածեք ձեր խղճարը, ձեր երեխային ինչ եք ասելու։ Բալա ջան, իմ ձեռից գալիս են, վկայի ամենազոր Աստված, ես չէի կարող գնամ Ռուսամետ ուժերին ընտրեմ եւ Նիկոլ Փաշինյանին։ Ես իմ ձայնը տվել եմ այս ուժին։ Այդ եմ կարողացել անել։ Բա ինչ եք ասելու ձեր երեխուն։ Մենք դեմ էինք, բայց դե որ մյուսները նրան էին ձայն տալիս, այն մյուսները մենք էլ գնացինք տվեցինք, հա։ Դա արդարացում է։ Բայց մյուսները ձեզ է օրինակ բերում։ Եվ ամենակարևորը, չմասնակցել ընտրության նշանակում է տալ հնարավորություն ձեր փոխարեն ընտրեն մյուսները, որոնց աչքով աչք չունեք, որոնցից զզվում եք, դրա համար ընտրության չեք մասնակցում, նրանք ձեր փոխարեն ընտրում են։ Չմասնակցել նշանակում է ընտրել ձեր փոխարեն։ Եթե չեք տեսնում ձեր պատկերացրած առանցքային լիդերների մեջ որևէ ձեր տեխնացուն, գնացեք ձայն տվեք այլ ընտրանքային ուժին։ Ոնց որ նշեցի Հայաստանի Շնորհապետական կուսակցության։ Ես իմ կողմից ընտրել եմ այդ կուսակցությանը, դրա համար խորհուրդ եմ տալիս նաև ձեզ։